Կեսօրին կառավարության երրորդ հսկա մասնաշենքի շեմին, որտեղով ամեն օր անցնում դառնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները, կավիճով արված բազմաթիվ գրառումներ հայտնվեցին։ Արցախցին բերդ չէ, արցախցին պոտենցիալ է արտահայտությունից մինչև արդարություն։ Այս ֆլեշմոբով մի խումբ արցախցիներ բողոքում էին աջակցության ծրագիրը կրճատելու որոշման դեմ։ Սա այն նվազագույնն է, որը պետք է Հայաստանի Հանրապետությունը անի բռնի տեղահանվածների համար։ Վաղվանից արցախցիներին տրամադրվող ամսական 50,000 դրամ աջակցության ծրագիրը կտրուկ կրճատվում է։ Եթե մինչ այս օժանդակությունը բոլորին էր հասնում, ապրիլի 1-ից ծրագրից կօգտվեն միայն անչափահասները, տարեցները, հաշմանդամության առաջին ու երկրորդ խումբ ունեցողներն ու այլ խոցելի խմբեր։ Տասնյակ հազարավորների համար աջակցությունը կդադարեցվի։ Մարիամ Աբրահամյանը կառավարական շինության դռան դիմաց գրել էր. 40+10-ի դադարեցում հավասար է հարկադիր արտագաղթ։ Մենք գիտենք, որ Հայաստանում բնակարանների վարձավճարները, ինչու չէ նաև առաջին անհրաժեշտության ապրանքների վճարներն ու ծառայությունները եվրոպական քաղաքների գների են հասել ու մարդիկ ստիպված արտագաղթելու են այնպիսի վայրեր, որտեղ գոնե բնակվարձը այս աստիճան բարձր չէ։ Մարիամն իր ընտանիքի օրինակն է բերում։ Յուրաքանչյուր անձի 50,000-ական աջակցությունից զրկվելու դեպքում բնակարանի վարձը վճարելու խնդիր կունենան։ Ամբողջությամբ այս տրամադրած գումարը ուղղվում է բնակվարձի եւ կոմունալ ծառայությունների վճարի։ Վաղվանից ոչ միայն ծրագրից օգտվողների թիվն է կրճատվում, այլև աջակցության չափը։ Առանձնացված խմբերին առաջիկա 3 ամիսներին 40,000 դրամ են տրամադրելու։ Հուլիսից օժանդակությունը եւս 10,000 դրամով կնվազի։ Այս որոշումը կառավարությունն աշնաններ ընդունել, հիմնավորումներում ընդգծում էին, թե շուրջ 25,000 արցախցի աշխատանք է գտել։ 2023 թվականի հոկտեմբերից արդեն բավական մեծ ծավալի աջակցություն է տրամադրվել, հետո այս սոցիալական ծրագիրը շարունակվել է, բայց նաև մենք պետք է մեր քաղաքականությամբ քաջալերենք, որ նաև մարդիկ արդեն մտածեն սեփական աշխատանքով ընտանիքի ծախսերը հոգալու համար։ Ծրագիրը դադարեցնելու դեպքում մարդիկ ծանր վիճակում կհայտնվեն։ Կառավարական շենքի դիմաց հերթական գրառումն ավարտելուց հետո ընդգծեց Տաթևիկ Խաչատրյանը։ Ամենասուր հարցը բնակարանային հարցն է, պարզապես քանի այն լուծված չէ եւ 40+10-ը դադարեցնելու դեպքում մարդիկ փողոցում են հայտնվելու։ Մի հատվածում Խաչատրյանը գրել էր. պետական ծրագրերը կարիքահեն չեն։ Դրանք սովորաբար քննարկվում են ինչ-որ նոնեյմների հետ, որոնց արցախցիները չեն ճանաչում, փոխարենը քննարկվեն հանրության վստահությունը վայելող մարդկանց, կազմակերպություններին հասարակական, բայց իրենք նախընտրում են այսպես իրենց համար ինչ-որ լոյալ մարդկանց գտնել կամ գուցե մարդկանց, որ այդքան էլ տեղեկացված չեն եւ օգտվելով վերջիներիս տեղեկատվական իրավունքի ցածր իրացումից, իրենք իրենց ծրագրերն են փոփոխության ենթարկում ինչպես իրենց է հարմար եւ ոչ թե ինչպես կարիքը կա։ Ազատության հրապարակում էլ շարունակվում է արցախցիների նստածույցը։ Նրանք 12 կետանոց պահանջ են ներկայացրել կառավարությանը։ Դրանց թվում պահպանել 40+10-ը, բնակարանային ապահովման նոր ծրագիր մշակելու, պաշտպանել տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը։ Կառավարությունն առայժմ չի արձագանքել։